Միացյալ Նահանգները կհարձակվի Իրանի վրա։ Ավելի քան 2 շաբաթ շարունակվող դիվանագիտական փոխհրաձգությունից հետո, որը կլինի Թրամփի հաջորդ քայլը։ Նրանք հատել են ձեր կարմիր գծերը, օդանավում լրագրողները հարցրել են Թրամփին։ Մենք շատ լուրջ ենք դիտարկում իրավիճակը։ Զինվորականները դիտարկում են մի քանի շատ հզոր տարբերակներ։ Մենք որոշում կկայացնենք։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ երեքշաբթի ԱՄՆ նախագահին կներկայացնեն Իրանին սաստելու կոնկրետ տարբերակներ։ Թրամփը չի բացառել, որ Իրանի դեմ ինչ-որ գործողություն սկսեն նախքան այդ պետության հետ բանակցությունները։ Որ Վաշինգտոն-Թեհրան շփումներ կան, չի երգել նաև Իրանի արտգործնախարարությունը։ Երեք զանգել էին Իրանի ղեկավարները։ Նրանք ցանկանում են բանակցել։ Կարծում եմ, նրանք հոգնել են Միացյալ Նահանգների ճնշումներից։ Իրանը ցանկանում է բանակցել։ Թեհրանը Վաշինգտոնից հակասական ուղերձներ է ստանում, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Իրանը նախընտրում է դիվանագիտությամբ հարցեր պարզել։ Մենք կարող ենք հանդիպել նրանց հետ, բայց կարծում եմ հնարավոր է գործենք նախքան հանդիպումը։ Գործել ասելով, ինչ նկատի ունի ԱՄՆ ղեկավարը։ Միջազգային պարբերականները չեն բացառում, որ Իսրայելի միջոցով նահանգները հարվածի Իրանին, ինչպես արեց 2025-ին, 12-օրյա պատերազմի ժամանակ։ Ամերիկյան-իսրայելական միջամտություն հիմա էլ են զգում Թեհրանում։ Այնինչ կատարվում է Իրանում, ցույցեր չեն, այլ ահաբեկչական պատերազմ մեր երկրի դեմ։ Հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա պնդմամբ հեռախոսազանգեր են լսել, որտեղ այլ պետություններից հրահանգում են ցույցերի մասնակիցներին կրակել իրավապահների սովորական մարդկանց վրա։ Եվ որքան շատ արյուն հեղվի, զոհերի թիվը որքան շատ լինի, այնքան լավ։ Միայն ահաբեկիչները կարող են մզկիթներ այրել, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նրա պնդմամբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նրանք Իրանի ներսում եւ դրսում ահաբեկչական խմբեր են պատրաստել, մեր երկիր ահաբեկիչներ են բերել։ Նրանք մզկիթներ են այրում, տնտեսական բարեփոխումներ չեն պահանջում, նրանց նպատակը անկարգություններ հրահրելն է։ Իրանում ավելի քան 2 շաբաթ շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, ոչ պաշտոնական տեղեկություններով։ Իրանական տելեգրամ ալիքներում սարսափելի կադրեր են հայտնվել Թեհրանի դիահերձարանի բակից, այնտեղ զոհերի մարմինները պարկերով դրված են գետնին։ Իրանագետները նկատում են, որ կիրակի գիշերը համեմատաբար խաղաղ է եղել Իրանում, ավելի քիչ են ջարդել, փշրել, ավերել։ Իրանի իշխանությունը վստահեցնում է, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Գայանա Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։